փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ նպատակ են դրել, որ դատ են 18 արդարներին եւ հասնում են իրենց նպատակին։ Երեք ականատես եղանք Սրբազանի կալանավորմանը, Արագածոտնի թեմի առաջնորդի, տեսանք, թե առաջնորդանում ինչ գործողություններ էր իրականացվում, ինչպես կորակեք այս ամենը։ Սա կատարվում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ եւ դեռ շարունակական է լինելու։ Ես ասել եմ, ականատեսն ենք լինելու էլի կալանավորումների, իշխանությունները պատրաստվում են հարձակում գործել Հայ Առաքելական եկեղեցու դեմ եւ քայլ առ քայլ, փուլ առ փուլ գնում են իրենց նպատակի հետևից։ Հակադարձելով ձեր ասացին, Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր կողմից եկեղեցու վրա հարձակում չկա, ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցու սուրբ թղթերում գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են։ Մենք բազմիցս ականատեսն ենք եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստում է։ Ինքն է իր բերանով հայտարարել ամիսներ առաջ դեռ, որ ինքը առաջնորդելու է վեհափարի դեմ արշավը։ Ես վստահ եմ, որ ինքը այս անգամ եւս ստում է եւ ինքը հասնելու է իր նպատակին, այսինքն իր աջակիցների, իր համախոհների, իր քաղաքական կուսակիցների հետ գնալու է մայրաթոր վեհափարի հետևից, այսպես ասած։ Եվ Միքայել Սրբազանը ամիսներ առաջ մի արտահայտություն արեց, որ մինչև վեհափարին հասնելը դուք մեր վրով, այսպես ասած, մեր վրայով պետք է անցնեք։ Այս մարդը դա իրագործում է, այսինքն ինքը ընկել է հոգևորականների հետևից, գնում է հոգևորականների հետևից, բռնում է, կալանավորում է, որ իր ծրագրին խանգարող չլինի, որովհետև իր ծրագիրը վեհափարին հեռացնելն է եւ իր կաթողիկոսին նշանակելը։ Լավ, այնինչ անում է Նիկոլ Փաշինյանը, գիտենք, տեսնում ենք, իսկ ինչ պիտի արվի հակառակ կողմում, որպեսզի չհասնի նա իր նպատակին։ Ես ամեն օր խոսում եմ այդ մասին, իմ ընկերների շրջապատում, ծանոթների շրջապատում, միակ տարբերակը հիմա փողոցային պայքարն է, ընդդիմությունը եւ մնացած այլ ուժերը համախմբեն, մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ դուրս գան փողոց, պետքա պաշտպանել թե Հայ Առաքելական եկեղեցին, թե մեր հայրենիքը, որովհետեւ այսպես շարունակվելու դեպքում մենք մեր վերջին հենասյունը կկորցնենք, այսինքն Հայ Առաքելական եկեղեցին, Նիկոլ Փաշինյանը կհասնի իր ուզածին եւ մենք վերջնական կկորցնենք մեր հայրենիքը։ Գիտենք, որ դուք Սրբազան պայքարի աջակից եք, հիշում ենք նաեւ նախկինում փողոցային պայքարները Սրբազան պայքարի, նշեցիք, որ միակ միջոցը դա է, հիմա որևէ նպատակ կա, պատրաստվում եք կրկին նման քայլերի դիմել։ Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, այսպես ասած, ընդհանրապես կոչ եմ անում բոլորին համախմբվելու եւ պայքարելու այս իշխանությունների դեմ։ Միակ տարբերակը դա է, մի փոքր չնչին հնարավորություն կա ընտրությունների միջոցով, բայց դեռ այսպես ասած հարցա, թե մինչև ընտրություններ ինչ կմնա, ինչեր կկատարվեն, որովհետեւ այս իշխանությունները վախեցած են եւ գնում են ամենածայրահեղ քայլերին, որպեսզի 26 թվին վերարտադրվեն եւ շարունակեն իրենց ծրագիրը, թե սահմանադրություն փոխելով, թե կաթողիկոս փոխելով։ Այս մարդիկ ունեն մի նպատակ՝ Հայաստանը ջնջել աշխարհի երեսից։